Հայաստանի Հանրապետության մեծ ձեռքով վարչապետ, ազգային ժողովի հարգելի փոխխոսնակ, ազգային ժողովի հարգելի падգամավորներ, կառավարության հարգելի անդամներ, սիրելի ժողովուրդ, թույլ տվեք զեկույցը սկսել ճանապարհաշինությունից եւ այսպես 2025 թվականի ընթացքում ճանապարհաշինական ծրագրերով նորոգվել, հիմնանորոգվել, վերակառուցվել, կառուցվել է ընդհանուր 504 կիլոմետր երկարությամբ ճանապարհ, այստեղ մեծ մասը իհարկե հիմնանորոգումներն 267 կիլոմետր հիմնանորոգվել է, 184 կիլոմետր միջին նորոգման է ենթարկվել եւ 57 կիլոմետր, որը հիմնականում հյուսիս-հարավի հատվածն է, վերակառուցվել է նախորդ տարվա ընթացքում։ Թվարկեմ խոշոր հիմնական ծրագրերը, ծրագրերից կցանկանամ առանձնացնել Խոտ-Որոտան ճանապարհը, Թթուջուր-Նավուր ճանապարհը, Իջևան-Նավուր-Բերդ այգեպար ավտոճանապարհների հիմնանորոգումը։ Սիրելի գործընկերներ, երբ որ ասում ենք 500 կիլոմետր ճանապարհ, նախորդ տարվա ընթացքում նկատի ունենք նաև այն աշխատանքները, որոնք իրականացվել են սուբվենցիոն աշխատանքների շրջանակում։ Եվ այսպես նախորդ տարվա ընթացքում եւս 265 կիլոմետր ճանապարհ կառուցվել, վերակառուցվել է սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։ 38 կիլոմետրներ համայնքային ճանապարհ է սալարկվել նախորդ տարվա ընթացքում նաև 14 տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում ենք ավարտել։ Ավարտվել են Պուշկինի եւ Դիլիջանի ավտոճանապարհային թունելների վերականգնման նախահաշվային աշխատանքները։ Իմիջիայլոց ասեմ, որ Պուշկինի թունելի մասով արդեն սկսել ենք շրջանցիկ ճանապարհի կառուցման աշխատանքները եւ այդ կառուցման աշխատանքների ավարտից հետո կսկսենք նաեւ թունելի հիմնանորոգման աշխատանքները։ Կցանկանամ որպես որակի բարելավման ցուցանիշ անդրադառնալ նախորդ տարվա ընթացքում իրականացած լաբորատոր փորձարկումներին, ճանապարհային դեպարտամենտի լաբորատորիայի միջոցով միայն մենք նախորդ տարի իրականացել ենք 10300 նմուշառում եւ կցանկանամ ասել, որ աճը նախորդ տարիների համեմատ ավելի քան կրկնակի է։ Ավարտին են հասցվել Գյումրի գնացող հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի վերակառուցման աշխատանքները, որի շրջանակներում իրականացվել է Աշտարակ-Թալին 34, Գյումրի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող ճանապարհատվածի 8 կիլոմետր եւ Լանջիկ-Գյումրի 27 կիլոմետր ճանապարհների վերակառուցումը։ Սիրելի քաղաքացիներ, օգտվելով առիթից բոլորիդ հրավիրում եմ ամսի 19-ին Կիրակի օրը ավտոերթով միասին բացելու այս ճանապարհը։ Ակտիվ շինարարական աշխատանքներ, պիտի գրանցվենք, մենք նաև հանրապետության վարչապետի իր էջում, մենք մեր էջերում տեղադրել ենք գրանցման հղումները, կկարողանան ավտոերթին մասնակցել միայն գրանցված տրանսպորտային միջոցներով։ Նախորդ տարվա ընթացքում ակտիվորեն շարունակվել են նաև հյուսիս-հարավի մեկ այլ հարավային ուղղությամբ իրականացվող աշխատանքները, Սիսիան-Քաջարյան ճանապարհում մենք ունենք 60 կիլոմետր երկարությամբ ճանապարհի ուրեմն ճանապարհահատվածի մասով մրցույթային գործընթացներ են մեկնարկել, իսկ Քաջարյան-Ագարակ հատվածի մասով այնտեղ ունենք շուրջ 45% կատարողական, ծրագրով նախատեսված երկու թունելները փորված են, 15 կամուրջներից 14-ի վրա շինարարական աշխատանքներ են իրականացվում, եւս մեկ անգամ օգտվելով առիթից կուզեմ նշել, որ սա նախորդ տարվա մեր ամենամեծ շինարարական օբյեկտն է հանրապետությունում հաշվի առնելով բոլոր օբյեկտները։ Անդրադառնամ էներգետիկայի ոլորտին, նախորդ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արտադրվել է 10 միլիարդ կիլովատժամ էլեկտրաէներգիա, չեմ ցանկանա առանձին բացվածքով ներկայացնել մեր հիմնական արտադրական հզորությունները, միայն մի արտադրական հզորության մասին կուզեմ խոսել, որը արևային կայաններն են, նախորդ տարվա ընթացքում Հայաստանի էներգետիկ համակարգի ընդհանուր արտադրանքի 16.3%-ը արտադրվել է արևային կայանների շնորհիվ։ Ոլորտի մասնագետները կփաստեն, որ սա հսկայական թիվ է, եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին, ովքեր այս թվի եւ Հայաստանում դեռևս կուտակիչ կայաններ չունենալու պարագայում կարողացել են ապահովել Հայաստանի էներգետիկ համակարգի ճկունությունը։ Մի քանի ցուցանիշներ կցանկանամ այս մասով ներկայացնել, ինքնավար կայանների մասով ունենք Ընդհանուր կայանների մասով ունեցել ենք նախորդ տարվա վերջին 1100 մեգավատ դրվածքային հզորություն, այս տարի իհարկե արդեն ունենք 1200 մեգավատ դրվածքային հզորություն, աճը նախորդ տարվա ընթացքում կազմել է 43%։ Ընդհանուր էլեկտրաէներգիայի արտադրանքի աճը կազմել է 6.7% 2024 թվականի համեմատ,
նաև ուրախությամբ պիտի նշեմ, որ ավելացել է Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի սպառումը, այն կազմել է 7.2 միլիարդ կիլովատժամ, աճը կազմել է 6.6%։ Ցանկանամ էլեկտրաէներգետիկական ազատականացված շուկայի հիմնական ցուցանիշներին անդրադառնալ։ Նախորդ տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի ամբողջ արտադրանքի 33.3%-ը վաճառվել է ազատականացված շուկայում, աճը կազմել է 27.3%։ Շուրջ 111,000 գործարք է կնքվել այս մասով ազատականացված շուկայում, աճը կազմել է ուշադրություն 432%։ Շարունակվել է Մեծամորի ատոմականի շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը, դուք գիտեք, որ այս պահին շահագործման ժամկետի երկարացման երկար ծրագրով միջոցառումներ են իրականացնում ատոմականը հաջորդ 10 տարիների համար եւս էներգոհամակարգում պահելու նպատակով։ Շարունակվել է նաև Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման գծի եւ ենթակառուցվածքների ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները, այս մասով ունենք շուրջ 85% կատարողական։ Ամբողջությամբ շահագործման է հանձնվել առաջին խոշոր 55 մեգավատ հզորությամբ Մասրիկ 1 արևային ֆոտովոլտային կայանը, կայանի արտադրանքը կազմել է նախորդ տարվա ընթացքում 110 միլիոն կՎտ, բնականաբար այս տարի ավելի շատ կլինի, որովհետև կայանը կաշխատի ամբողջ տարվա ընթացքում, նախորդ տարի սա կազմել է մեր ընդհանուր արտադրանքի 1.2%-ը։ Ավարտվել է 2022 թվականից իրականացվող ռենովացիայի ծրագիրը, որի շրջանակներում պետության կողմից վարկի սուբսիդավորում է իրականացնում բնակիչների բնակարանների վերանորոգման մասով, երեկ էլ Հանրապետության վարչապետը անդրադարձավ այս թվերին, բայց կուզեմ նշել, շահառուների թիվը կազմել է 34,500 տնային տնտեսություն, այս նպատակով պետությունը սուբսիդավորել է 11.4 միլիարդ դրամ գումար։ Անդրադառնամ տրանսպորտային ոլորտին։ 2025 թվականին Հայաստանի Հանրապետության տարածքում միասնական երթուղային ցանցի ներդրման շրջանակներում գործարկվել է Արագածոտնի մարզի միասնական երթուղին 98 տրանսպորտային միջոցով։ Իմիջիալոց կուզեմ անդրադառնալ նաև այն հանգամանքին, որ այս պահին ընթացքի մեջ է գտնվում Գեղարքունիքի մարզի միասնական տրանսպորտային ցանցի համալրման գործընթացը, այնտեղ ավարտված մրցութային գործընթաց ունենք եւ 6 ամսյա ժամկետում, որը լրանում է այս տարվա ամռանը, հաղթող ընկերությունները պարտավորվել են տրանսպորտային միջոցների համալրում իրականացնել։ Նաև մի կարևոր բան, որ տեղի ունեցել 2026 թվականին, ոչ 25, բայց որ թեմային անդրադարձանք, կուզեմ դրա մասին ասել, մրցութային գործընթացի ամփոփման փուլում են գտնվում նաև Արարատի մարզի մասով եւ պլանավորում ենք այս տարի ամռանը Արարատի մարզում եւս անցնել միասնական երթուղուն։ Օդային տրանսպորտի մասով 2025 թվականի ընթացքում վերջնականացվել է կառավարության եւ կորպորացիոն Արմենիա ՍՊ ընկերության կողմից պայմանագրի լավարկման աշխատանքները, սրա շրջանակներում նախատեսվում է 425 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ներդրում, նախատեսվում է Զվարթնոց օդանավակայանում ի թիվս այլ ենթակառուցվածքների կառուցել նաև տերմինալ։ Հայաստանի Հանրապետության օդանավակայանների կողմից 2025 թվականի ընթացքում սպասարկվել է շուրջ 5.7 միլիոն ուղևոր, աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 7.5%։ Նշված 5.7 միլիոն ուղևորից 1.3 միլիոն ուղևորը սպասարկվել է հայկական ավիաընկերությունների միջոցներով։ Կառավարության կողմից իրականացված աջակցության ծրագրի շրջանակներում 2025 թվականի հոկտեմբերից ԵՄ խոշորագույն լոw-cost ավիաընկերություններից մեկը Wizz Air-ը բազավորվել է Երևանի Զվարթնոց օդանավակայանում։ Նախորդ տարվա ընթացքում իրականացվել են կանոնավոր չվերթներ 48 ավիաընկերությունների կողմից 67 ուղղություններով, իսկ միայն անցած տարվա ընթացքում շուրջ 10 նոր ուղղությամբ մեկնարկել են չվերթներ, այդ թվում նաև Գյումրիի Շիրակ օդանավակայանից դեպի Լեռնակա ուղղությամբ, իհարկե պլանավորում ենք այս չվերթների աշխարհագրությունը այդ թվում Գյումրիից ավելացնել։ Կապանի Սյունիք օդանավակայանի մասով շարունակվել են Երևան-Կապան-Երևան ուղղությամբ իրականացվել չվերթները, նախորդ տարի իրականացվել է 97 չվերթ, այս երթուղով տեղափոխվել է շուրջ 2000 ուղևոր, այս պահին էլ չվերթները շարունակվում են շաբաթական 5 անգամ գրաֆիկով։ 2025 թվականին երկաթուղային տրանսպորտի ոլորտում իրականացվել է 1.68 միլիարդ դրամի ներդրումներ ենթակառուցվածքների եւ շարժակազմերի արդիականացման մասով, ուղևորափոխադրումը կազմել է 511,000 ուղևոր։
Ջրային տնտեսության մասով 2025 թվականին խմելու ջրի կորուստները կրճատվել են հասնելով 51.9%, 2024 թվականի 61%-ի համեմատ, մատակարարված ոռոգման ջրի կորուստները կազմել են 44.3%, 2024 թվականի 45.5%-ի համեմատությամբ։ 5 ջրամբարների մասով Հանրային ներդրումային կոմիտեում հավանության է արժանացել, նախագծերը պատրաստ են, առաջիկայում կսկսենք մրցույթային գործընթացը, խոսքը Աստղաձորի, Ելփինի, Քասախի, Լիչքի եւ Արթիկի ջրամբարների կառուցման մասին է։ 2025 թվականին 14 օրվա կարգավորիչ ջրամբարներից 5-ի շինարարական աշխատանքները մեկնարկել են, իհարկե 2026 թվականին արդեն ավարտել ենք։ Երկուսի մասով մրցութային գործընթացներն են ավարտվել, կնքվել են շինարարական պայմանագրեր, այս ամբողջ թվարկած օրվա կարգավորիչ ջրամբարների մասով աշխատանքները շինարարական պլանավորում ենք ավարտել 2026 թվականի ընթացքում։ 2025 թվականին իրականացվել է 15 օբյեկտների հիմնանորոգում, որոնցից 11-ում շինարարությունը ավարտված է, մնացած 4-ում կավարտվեն 2026 թվականի ընթացքում, արդյունքում շուրջ 4500 հեկտար ոռոգելի հողատարածքների ջրապահովության մակարդակը կբարձրանա, ինչպես նաև լրացուցիչ մոտ 900 հեկտար հողատարածքներ կդառնան ոռոգելի։ Իրականացվել է շուրջ 220 կիլոմետր ընդհանուր երկարությամբ կոլեկտորադրենաժային ցանցի մաքրման, վերականգնման եւ նորոգման աշխատանքներ, կանխվել է 7000 հեկտար հողատարածքների աղակալումը։ Շարունակել ենք իրականացնել, նաև այս օրերին ենք իրականացնում Դեբետ, Փամբակ, Ձորագետ, Շնող եւ Տաշիր գետերի 13 խնդրահարուստ տեղամասերի մաքրման աշխատանքներ։ Նախորդ տարվա ընթացքում Որոտան Արփասևան ջրային համակարգի շահագործման միջոցով Սևանալիճ է բերվել ընդհանուր 120 միլիոն խորանարդ մետր ջուր։ Ընդերք օգտագործմանը անդրադառնամ 2025 թվականի ընթացքում ընդերք օգտագործման ոլորտում իրականացվել են հետևյալ աշխատանքները, տրամադրվել է ընդերք օգտագործման 54 իրավունք, որոնցից 33-ը օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով, 21-ը երկրաբանական ուսումնասիրությունների, հաստատվել են 19 հանքավայրերի պաշարներ։ Արաքս գետի ողողանունում նախատեսվում է 40 հեկտար մակերեսով ավազի կորզման կայանի կառուցում, նախագիծը արդեն պատրաստ է, արդյունքում կուտակվող ավազի ծավալը կկազմի 1.5 միլիոն խորանարդ մետր, ինչը կբավարարի Հայաստանի տնտեսության գոյություն ունեցող պահանջարկին։ Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մասով ասեմ, նախորդ տարի իրականացրել ենք համայնքների վերամիավորման մեկ գործընթաց, միավորվել են Վաղարշապատ եւ Խոյ համայնքները, դրա հետ կապված ազգային ժողովը տվել է համաձայնություն, կարծում եմ դուք մանրամասներին արդեն տիրապետում եք։ Ցանկանամ անդրադառնալ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված մեր հիմնական ենթակառուցվածքային ծրագրին, խոսքը պետական համաֆինանսավորման ծրագրի կամ ժողովրդին ավելի հայտնի սուբվենցիոն աշխատանքների մասին է։ Նախորդ տարվա ընթացքում Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել 204 ծրագիր ընդհանուր 103 միլիարդ դրամ արժեքով, որից ընդհանուր 54.5 միլիարդ դրամը պետական բյուջեից համաֆինանսավորումն է։ Միևնույն ժամանակ նախորդ տարվա ընթացքում իրականացվել է շուրջ 61 միլիարդ ընդհանուր արժեքով սուբվենցիոն ծրագրեր, որից պետական բյուջեի ֆինանսավորումը 33.2 միլիարդ դրամ է, համայնքների համաֆինանսավորումը 26.8 միլիարդ դրամ։ Հիմնական աշխատանքների մասը ըստ ֆինանսական գնահատականների եւ այսպես նախորդիվել անդրադարձա, որ 265 կիլոմետր ճանապարհ նախորդ տարվա ընթացքում կառուցվել, վերակառուցվել եւ նորոգվել է բացառապես սուբվենցիոն աշխատանքների շրջանակում, սրա արժեքը կազմել է 27.7 միլիարդ դրամ, պետական բյուջեի ֆինանսավորումը 12.2 միլիարդ։ Ըստ հերթականության ֆինանսական գնահատականով հաջորդ ամենամեծ աշխատանքը ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի կառուցում եւ հիմնանորոգումն է, որի համար ծախսվել է 7.9 միլիարդ դրամ, այս դեպքում արդեն ծրագրի ավելի մեծ մասը 5.4 միլիարդ դրամն է հատկացվել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից։ Ոռոգման համակարգերի կառուցում եւ հիմնանորոգում ծրագիրը մեր ֆինանսական կտորով երրորդ ամենախոշորն է, այսինքն համայնքները երրորդ ամենախոշոր ծրագիրը, որի համար դիմում են Հայաստանի Հանրապետության կառավարությանը ֆինանսավորելու, դա ոռոգման համակարգերի կառուցում եւ հիմնանորոգումն է։ Այս միջոցով տրամադրվել է 5.6 միլիարդ դրամ, որից 3.5 միլիարդը կազմում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համաֆինանսավորումը։
Մյուսը բնակավայրերի գազաֆիկացում ծրագիրն է, որին ուղղվել է շուրջ 2.4 միլիարդ դրամ, հաջորդը նախադպրոցական հաստատությունների կառուցում, հիմնանորոգում եւ տարածքների բարեկարգում ծրագիրն է 6.3 միլիարդ դրամ արժեքով, որից 4.2 միլիարդ դրամը կրկին տրամադրվել է պետական բյուջեից, այս ցանկը երկար է, բազմաթիվ աշխատանքներ կան, հասարակական շենքերի կառուցում, հիմնանորոգում 2.2 միլիարդ դրամ, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային տարերի նորոգում, սրանք հիմնականում տանիքները եւ վերելակներն են, այս ուղղությամբ տրամադրվել է 2.7 միլիարդ դրամ եւ այլն։ 2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության 10 մարզերում ի թիվս այլ աշխատանքների իրականացվել են նաեւ հրատապ լուծում պահանջող աշխատանքներ, որին ուղղվել է 2.6 միլիարդ դրամ։ 36 ծրագրերից 30-ում աշխատանքները ավարտված են, 6-ում նախատեսվում է իրականացնել 2026 թվականի ընթացքում, սրանք հիմնականում ջրագծերի կառուցման աշխատանքներ են, աղետների հետևանքների կանխարգելման աշխատանքներ են, մենք նախորդ տարվա ընթացքում 3 մարզերում ունեցել ենք ուժգին քամիներ, ֆինանսների մի մասը ուղղվել է տանիքների վերականգնման աշխատանքներին։ Կցանկանամ անդրադառնալ նաև նոր, բայց թափ հավաքող մի կարևոր ծրագրի, որը մասնակցային բյուջետավորման ծրագիրն է, այստեղի տարբերություն մյուս ծրագրերի պետության համաֆինանսավորումը կազմում է շատ ավելի մեծ, ֆինանսական կտորի 90%-ը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից։ Եվ այսպես նախորդ տարի 17 համայնքներում իրականացվել է այս ծրագրով 31 աշխատանք, ընդհանուր 1.2 միլիարդ դրամ արժեքով, աշխատանքները արդեն ավարտվել են 2026 թվականի ընթացքում, հիմնականում այս ծրագրի շրջանակներում ընտրվում են այն աշխատանքները, որոնք հավանության են արժանացել քաղաքացիների քվեարկության արդյունքում, այդ աշխատանքների զգալի մասը նախորդ տարվա ընթացքում եղել են սպորտային կամ ժամանցային ենթակառուցվածքները, այգիները։ Անդրադառնամ պետական բյուջեից համայնքներին տրվող դոտացիաներին։ Նախորդ տարվա ընթացքում համայնքների բյուջեներին հատկացվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների չափը կազմել է 98.2 միլիարդ դրամ, որը 12.9 միլիարդ դրամով կամ շուրջ 15.1%-ով ավել է, քան 2024 թվականին հատկացվածը։ 2025 թվականին համայնքների բյուջեների փաստացի եկամուտները կազմել են 329 միլիարդ դրամ, գերազանցելով 2024 թվականի ցուցանիշը 20.5%-ով կամ շուրջ 56 միլիարդ դրամով։ Խոսքը, ուզում եմ նորից ասել, սեփական եկամուտների հավաքագրման մասին է, ինչը նշանակում է, որ ոչ միայն պետությունից տրվող դոտացիաներն են ավելացել, այլ նաև համայնքները իրենց կարողությունները եւ գործիքակազմն են ուժեղացրել եւ կարողանում են արդեն պետությանը տրվող դոտացիային համահունչ, դեռևս չեն կարողանում իրականում համահունչ, բայց շատ մոտ են համահունչ հավաքագրումներ իրականացնելուն, ինչը կարևոր է համայնքներում աշխատանքների իրականացման մասով։ Կենցաղային կոշտ թափոնների կառավարման եւ աղբահանման մասով մենք նախորդ տարի շահագործման ենք հանձնել Կոտայքի եւ Գեղարքունիքի աղբավայրը, այս պահին համայնքների շուրջ 70%-ը երկու մարզերում աղբահեռացում իրականացվում է այս աղբավայրի եւ այս ծառայության միջոցով։ Նախորդ տարվա դեկտեմբերին հայտարարել ենք խորհրդատվության մրցույթային գործընթաց Հայաստանի Հանրապետության մյուս մարզերում եւ մայրաքաղաքում համանման մոդելի տեղակայման մասով եւ հույս ունեմ, որ մենք այս տարվա ընթացքում հանրապետության մյուս մարզերի մասով կունենանք հստակ պատկերացում, թե ինչ մոդելով ենք շարժվում առաջիկա ժամանակահատվածում։ Եվ վերջում անդրադառնամ պետական գույքի կառավարման մասին, 2025 թվականին պետական գույքի կառավարման մասով արձանագրվել են հետևյալ ցուցանիշները, ստացած ընդհանուր եկամուտային մտքերը կազմել են 12.3 միլիարդ դրամ, որից շուրջ 1.1-ը փոխանցվել է համայնքային բյուջեներ։ Պետական գույքի վարձակալության գործարքներից ստացված ֆինանսական միջոցները նախորդ տարվա համեմատ աճել են 32.2%-ով, կազմելով շուրջ 1.1 միլիարդ դրամ։ 2025 թվականին պետական գույքի, այդ թվում նաև հողի օտարումից ստացվել է 11 միլիարդ դրամ եկամուտ։ Պետական գույքի մասնավորեցումից պետական եւ համայնքային բյուջեներ փոխանցված դրամական միջոցները կազմել են 8.1 միլիարդ դրամ։ Սա ընդհանուր թվային ցուցանիշներն են, եթե հարցեր լինեն, սիրով կարձագանքեմ։ Ջրային կտորում երկու կարևոր հարցի
իրականում մոռացա անդրադառնալ, առաջինը Վեդի ջրամբարի կառուցումն է, մենք նախորդ տարվա ընթացքում ավարտել ենք ջրամբարի կառուցման աշխատանքները եւ հիմա ջրալցման աշխատանքներ ենք իրականացնում, եւ մյուսը Կապսի ջրամբարի շինարարությունն է, մենք արդեն 2026 թվականի ընթացքում շինարարի հետ խզել ենք աշխատանքային պայմանագիրը, այժմ ծավալների նոր հաշվարկ ենք իրականացնում, առաջիկայում կունենանք կապալառու նոր ընկերություն եւ կշարունակենք ջրամբարի կառուցումը ավելի մեծ ծավալով 60 միլիոն խորանարդ մետր։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։